Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հունիսի 4-ին տեղի ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էր ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Քննարկման առանցքում հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ծառայությունների աշխատանքի կազմակերպման եւ նախարարության համակարգման ներքո գտնվող գործառույթների իրականացման վերաբերյալ հարցերն էին։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ծառայությունների կատարած աշխատանքը, առանձնացնելով նախընտրական քարոզարշավի շրջանում ոստիկանության կողմից հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումը, բացահայտված մի քանի տասնյակ ընտրական հանցագործությունների դեպքերը, ինչպես նաեւ ընտրողների ցուցակների ձևավորման եւ ճշգրտման աշխատանքները։ Նախարարը նշել է, որ ոստիկանության գործողությունների միակ չափանիշը պետք է լինի օրենքը եւ ընդգծել, որ ծառայողներն այս սկզբունքով են առաջնորդվել նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընտրությունների տրամաբանության մեջ մեր բոլորի ջանքը ուղղված է նրան, որ մենք ունենանք հերթական անգամ ազատ եւ արդար ընտրություններ եւ ի վերջո մեր քաղաքացին ազատ ընտրություն կատարի։ Եվ մենք պիտի շարունակենք ամեն ինչ անել, որ ազատ կամ արտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն հանդիպի տեղերում ձեր յուրաքանչյուրի սկզբունքային եւ օպերատիվ արձագանքի։ Առանց վարքյան վարանելու, ցանկացած հարց, ցանկացած խեղաթյուրվող ինչ-որ մի դեպք, որը որ կազդի ընտրողի ընտրական իրավունքի վրա, անմիջապես պիտի տեղերում ռեակցիայի արժանանա։ Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես քվեարկության օրը նույն հետևողականությամբ ծառայության պատշաճ կազմակերպումն ու իրականացումը։ Նախարար Սարգսյանը կարևորել է ղեկավար կազմի անձնական պատասխանատվությունը իրենց անձնակազմերի ծառայողական պարտականությունների իրավաչափ եւ պրոֆեսիոնալ կատարման գործում։ Նախարարության ամբողջ մանդատի շրջանակներում ամեն ինչ արել ենք, որ բոլոր քաղաքական ուժերի համար բաչաճ պայմաններ ապահովենք, թե ընտրական իրավունքի տրամաբանության մեջ եւ թե նաեւ տեղերում քարոզարշավի տրամաբանության մեջ, այնպես որ շարունակելու ենք աշխատանքը, որպեսզի որևէ հարց տեղերում չառաջանա։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանության համար վերապահումներ չկան։ Ծառայությունը պետք է շարունակի բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանքը, ցանկացած իրավախախտման դեպքում, անկախ դերակատարներից, ազդեցության շրջանակից, կապերից կամ այլ հանգամանքներից առաջնորդվի գործառութային պարտականություններով։ Խորհրդակցության ընթացքում ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել են կոնկրետ ուղղություններով կատարված աշխատանքները։ Քվեարկության օրը ընտրական գործընթացի բնականոն ընթացքի ապահովման նպատակով ընտրական 1997 տեղամասերում կիրականացվի հասարակական կարգի Արդեն իսկ իրականացվել են ընտրողների ռեգիստրի վարման եւ ընտրացուցակների կազմանողության մեծածավալ աշխատանքներ։ Ընտրատեղամասը փոխելու վերաբերյալ ստացվել է ավելի քան 36,000 դիմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Կգործեն 8767 եւ 8422 թեժ գծերը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության շրջիկ ծառայությունը կհավաքագրվեն ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված տեղեկությունները, կսպասարկվեն ահազանգերը եւ մեկ կետից կիրականացվի տեղեկատվության օպերատիվ փոխանակում, կապահովի պատշաճ հանրային հաղորդակցություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։